Ողջույն, Arminuz եթերում հաջողության բանաձևն է։ Երեխաները զարգացման եւ խոսքի ձևավորման փուլում ունենում են որոշակի խնդիրներ։ Ծնողները մտահոգվում են հաճախ չգիտակցելով, որ կան մասնագետներ, ովքեր կարող են օգնել նրանց։ Տարբեր պատճառներով խոսքային խնդիրներ ունենում են ոչ միայն երեխաները, այլև մեծահասակները։ Մեզանից շատերին հանդիպել են մարդիկ, ովքեր դժվարանում են արտասանել այս կամ այն հնչյունը, բայց քչերը գիտեն, որ այդ խնդիրները կարող են լուծել հատուկ մասնագետները։ Լոգոպեդները տարբեր խաղերի, համախմբված աշխատանքի եւ համբերատարության շնորհիվ օգնում են այն մարդկանց, ովքեր ունեն խոսքային որոշակի խնդիրներ։ Այսօր կխոսենք լոգոպեդների մասին, կսովորենք նրանց աշխատանքային պարտականությունները եւ կբացահայտենք նրանց հաջողության բանաձևը։ Խոսքի խանգարման պատճառները, զարգացման մեխանիզմները, սիմպտոմները, կառուցվածքը, մշակումը, կոռեկցիոն ազդեցության համակարգն ուսումնասիրում է յուրահատուկ մի գիտություն։ Լոգոպեդիան մարդասիրական գիտություն է, որին տիրապետող մասնագետը լոգոպեդը օգնում է կյանքի տարբեր փուլերում խոսքային խանգարումներին բախվող մարդկանց շտկել առկա խնդիրները։ Լալա, լելե Խոսքային խանգարումներից են մեծ ծանոթ այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են կակազությունը, թլվատությունը, խոսքի բացակայությունը։ Առաջին լոգոպեդները կարողացել են վերացնել սահմանափակ թվով խանգարումներ եւ միայն 19-րդ դարի վերջում, շնորհիվ բազմաթիվ գիտափորձերի ու մեթոդների, նրանք կարողացան նոր փուլ թևակողել։ Մինչև 20-րդ դարի 30-ական թվականները խոսքային խանգարումները դիտվում էին որպես խոսքաշարժողական մկանների արատի հետևանք։ Խոսքի թերությունները դիտվում էին արտաբերման շարժողական դժվարությունները ախտանշային եղանակով հաղթահարելու տեսակետից։ Խոսքի թերություններն իրենց բնույթով եւ դրսևորման աստիճանով զարգացման եւ հոգեվիճակի վրա ունեցած ազդեցությամբ բազմազան են։ Լեզվական միջոցների խանգարումների հետ մեկտեղ գոյություն ունեն խոսքային վարքի ձևավորման շեղումներ, որոնք առաջացնում են կակազություն։ Խոսքի խանգարումները հաղթահարվում են մանկավարժական մեթոդներով։ Հատուկ ուսուցումը եւ շտկողական դաստիարակչական միջոցառումները անհրաժեշտության դեպքում համաձայնեցվում են բժշկի հանձնարարականի հետ։ Խոսքային շեղումների հետազոտությունը նպաստում է ընդհանուր հոգեբանական եւ մանկավարժական պատկերացումների ընդլայնմանը։ Խոսքային շեղումներով երեխաներին լոգոպեդական օգնություն է ցուցաբերվում հատուկ կրթական հաստատություններում, հանրակրթական դպրոցներում, մանկական պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում։ Հայաստանի ուսումնական հաստատություններից միայն մանկավարժական համալսարանն է պատրաստում հատուկ մասնագետներ, լոգոպեդներ, որոնք գործունեություն են ծավալում ինչպես դպրոցներում, նախակրթարաններում, այնպես էլ բժշկական հաստատություններում։ Լոգոպեդ Հայկական պետական մանկավարժական համալսարանի լոգոպեդիայի եւ վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ մանկավարժական գիտությունների տեխնացու դոցենտ Ժաննա Պայլոզյանը Լենինգրադի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտ է։ Մանկավարժական գիտությունների տեխնացուն արդեն 34 տարի աշխատում է որպես լոգոպեդ։ Աշխատել է բազմաթիվ բարեգործական կազմակերպություններում եւ վերականգնողական կենտրոններում։ 2011 թվականից Ժաննա Պայլոզյանը Հայկական պետական մանկավարժական համալսարանի լոգոպեդիայի եւ վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչն է։ Վերապատրաստվել է Իսրայելում, Ամերիկայում, Շվեյցարիայում։ 40-ից ավելի աշխատությունների հեղինակ է։ Լոգոպեդի մասնագիտությունը ամենահետաքրքիրներից մեկն է եւ այս անգամ բացահայտելու ենք հենց դա։ Իսկ այդ հարցում մեզ կօգնի մանկավարժական համալսարանի լոգոպեդիայի եւ վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ Ժաննա Պայլոզյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատերն են լսել ու գիտեն լոգոպեդի մասնագիտության մասին, բայց քչերն են ծանոթ, թե ինչով են զբաղվում այդ մասնագետները։ Այդ դուք կպատասխանեք այդ հարցին։ Լոգոպեդիան գիտություն է խոսքի խանգարումների, դրանց բացահայտման, կանխարգելման եւ հաղթահարման մասին։ Հետևաբար լոգոպեդները զբաղվում են խոսքի խանգարումների շտկմամբ։ Լոգոպեդները սովորաբար ընդունված է մտածել, որ աշխատում են միայն փոքր երեխաների հետ, սակայն դա այդպես չէ։ Լոգոպեդները աշխատում են ցանկացած տարիքի մարդկանց հետ, ովքեր ունեն խոսքի խանգարումներ։ Իսկ խոսքի խանգարումները լինում են շատ տարբեր եւ լինում են ոչ միայն բանավոր խոսքի խանգարումներ, այլ նաեւ գրավոր խոսքի խանգարումներ, երբ մարդը չի կարողանում կարդալ կամ գրել լիի։ Լոգոպեդները զբաղվում են բացահայտման խնդրով, թե նրանք արդեն միանգամից անցնում են գործի, երբ որ կարիք կա աշխատելու։ Չէ, միանշանակ զբաղվում են բացահայտման
բացահայտման, պարզապես այդտեղ պետք է իմանալ խոսքի զարգացման նորմերը, իմանալ որ տարիքում ինչպիսի խոսք պետք է ունենա երեխան եւ բնականաբար եթե մեծահասակներ են կամ դեռահասներ են, արդեն հասկանալ թե ինչ խնդիր ունեն իրենք եւ ինչով է դա պայմանավորված։ Եթե մեծահասակների դեպքում ավելի հեշտ է նրանց բացատրել, որ պետք է անել այս կամ այն բանը, որպեսզի շտկվի նրանց մոտ խոսքի խանգարումները, ապա երեխաների դեպքում ինչպես եք դա կարողանում անել։ Քանի որ երեխաները շատ են սիրում խաղալ, խաղը 3-ից 7 տարեկան երեխաների առողջատար գործունեությունն է եւ խաղի միջոցով մենք կարող ենք իրականացնել մեր բոլոր խնդիրները, ուսումնական, դիդակտիկ։ Հետաքրքիր, երբ որ ասում ենք պարզապես խաղերով, շատերը չեն հասկանում դրանք ինչ խաղեր են, իսկ մենք այսօր կարող ենք ցույց տալ, թե ինչ խաղերով եք փորձում օգնել երեխաներին։ Դե երևի թե մենք սկսենք դրանից, որ ցույց տամ ինչ է կարծում եմ շատ հետաքրքիր կլինի եւ անսովոր լոգոպեդական զոնդեր, հատուկ սարքեր, որոնք օգնում են լոգոպեդին ստանալ այս կամ այն հնչյունը, այսինքն մենք թելադրում ենք այս հնչյունների միջոցով որոշակի դիրք լեզվին եւ արդյունքում ստանում այն հնչյունը, որը երեխայի մոտ լավ չի ստացվում։ Իհարկե բոլոր լոգոպեդները գիտեն եւ ձգտում են ստանալ այդ հնչյունները, նոր հնչյունը դնել, ինչպես մենք ասում ենք, առանց զոնդերի, բայց ինձ թվաց, որ շատ հետաքրքիր կլինի, որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչ այսպիսի սարքեր ունեն լոգոպեդները, մասնավորապես ես կուզենայի ցույց տալ այս մի զոնդը, որը հիմնականում կիրառվում է ռ հնչյունի դրման համար։ Եթե ստացվեց հնչյունը, պարտադիր չէ իհարկե որ լինի զոնդով, մենք կարող ենք դա անել նաև այլ մեթոդներով, մենք արդեն փորձում ենք հնչյունը ամրապնդել։ Ամրապնդման փուլը բավականին երկար է, եւ մենք չենք կարող անվերջ, պատկերացնում եք երեխային անվերջ ասենք, ասա ռ, ասա օր, ասա ար, չգիտեմ, դա բավականին անհետաքրքիր է։ Իսկ երբ որ դա խաղի միջոցով է կատարվում, երեխան մեծ ցանկություն, մեծ հաճույքով ուրեմն կատարում է այդ բոլոր վարժությունները։ Փորձեմ ձեզ ցույց տալ այսպիսի մի խորանարդիկ, ենթադրենք ժ հնչյունի ամրապնդման համար, հա, ուրեմն այստեղ պատկերված են նկարներ, որոնց անվանումները պարունակում են ժ հնչյունը տարբեր դիրքերում, այսինքն բառասկզբում, բառավերջում, բառամիջում։ Մենք խնդրում ենք երեխային, խնդրում եմ դուք եղեք այսօր երեխայի դերում, գցել խորանարդիկը եւ անվանել թուր։ Մի հատ էլ գցեք։ Շատ բարի։ Մենք կարող ենք նաև խնդրել երեխային, որպեսզի ինքը, ասենք, եթե նորից կրկնվի ընդհանրենք արևը կամ թուրը, ասի եւս մի բառ, որտեղ նրան գտնում է բառավերջում, կամ փորձի ասել որևէ նախադասություն, այսինքն զարգացնել նրա եւ բառապաշարը, եւ մտածողությունը, ինչ իհարկե միջնորդված ձևով, եւ իհարկե ամրապնդել արտաբերումը հստակ։ Եթե աշխատում է մի քանի երեխա, այդտեղ արդեն կարելի է ստեղծել մրցակցություն եւ իհարկե հետաքրքրությունը էլ ավելի է բարձրանում, ամեն մեկը ձգտում է ավելի լավ արտաբերել, ավելի արագ ասել հնչյունը։ Մեր ամբիոնը խիստ շահագրգռված է, որպեսզի Հայաստանում լինեն հայերեն լեզվով դիդակտիկ նյութեր լոգոպեդների համար, ինչը տարեստարի ավելանում է դրանց թիվը եւ հիմնականում այսօր մենք հենց օգտագործում ենք մեր ամբիոնի դասախոսների պատրաստած խաղերը։ Այս դեպքում հարկ է նշել, որ Մանկավարժական համալսարանը միակ համալսարանն է, որը պատրաստում է լոգոպեդներ եւ երեխաները, ուսանողները ինչպես են կարողանում պրակտիկա անցնել, կան հատուկ վայրեր։ Մասնավորապես մենք մեր պրակտիկաները ուրեմն կազմակերպում ենք դպրոցներում, այնպիսի կենտրոններում ինչպիսին է այգը, ինտրան, արբեսը, այսինքն հայտնի մասնագիտացված կենտրոններ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների համար կամ խոսքի խանգարում ունեցող երեխաների համար։ Այս շատերը վախենում են, չէ՞, լոգոպեդին դիմելուց մտածելով, որ դա ամոթ է կամ որևէ խնդիր կա։ Այս դեպքում կարելի է ասել, որ պետք չէ խուսափել լոգոպեդին դիմելուց եւ բացարձակ եւ ասեմ ձեզ, որ մոտեցումը փոխվել է տարիների ընթացքում, առաջ շատ ավելի քիչ էին դիմում լոգոպեդներին, չէին իմանում այդ մասնագիտությունը, հիմա բավականին արդեն տարածում է գտել եւ պահանջարկ ունի եւ իհարկե լինում են դեպքեր, երբ չեն ուզում գնալ դիմել լոգոպեդի, բայց արդյունքում երբ որ զրուցում ես, բացատրում ես, հասկացնում ես, իհարկե մեծ հաճույքով գալիս է։ Մենք կարող ենք դες փորձել մի վարժություն, որ իր մեջ ոնց որ այսպես ասած պարունակում է եւ ձայնային եւ շնչառական, որտեվ ձայնը ինչ է իրականում դա հնչեցված, հա, արտաշունչ է։ Մենք կարող ենք դες փորձել ստանալ մ հնչյունը, որը ասենք հենց նպաստում է
ձայնի հզորացմանը, շնչառության ծավալի մեծացմանը։ Դրա համար ես կխնդրեմ ձեզ փակել շրթունքները, հա, միացնել եւ բայց բաց թողնել ատամները, այսինքն փոքր տարածություն թողնել ատամների միջև, մտովի պատկերացնել, որ լայնանում է կոկորդը եւ ասել ա։ Իրականում դες մոտ ստացվեց մ հնչյունը, չէ՞։ Ահա։ Եվ այդ մ հնչյունը ասելիս դուք կարող եք փորձում եք, որ այդ մ-ն, չնայած որ դուք այն արտաշնչում եք, բայց պատկերացնեք, որ գնում է անցնում է ձեր խորքով, այսպես ամբողջ մարմնով։ Հիմա դուք եթե ձեռքը մոտեցնեք գլխին կամ կարող ես գալ որոշակի դող, վիբրացիա շրթունքներին, գլխի մասում, նշանակում է, որ այդ հնչյունը դուք ճիշտ եք արտաբերում եւ այն օգնում է ձեզ մոտ բոլոր ռեզոնատորները աշխատում են, հա, ձայնը ուժեղացնող, այսինքն դուք ճիշտ եք կատարում այդ վարժությունը։ Շնչառական ապարատի վարժությունները փորձեցինք, իսկ բերանային որևէ վարժություններ կան, որոնք որ օգնում են ճիշտ արտաբերելու հնչյունները։ Սովորաբար բոլոր վարժությունները արտաբերական կատարվում են հայելու առջև, այսինքն հայելին կարելի ասել լոգոպեդի մասնագիտության լոգոպեդի կարևոր ուրեմն պարագաներից է անհրաժեշտ եւ նստում են հայելու առջև երեխան եւ լոգոպեդը եւ կատարում են հետեւյալ վարժություններ, օրինակ ժպիտ, խողովակ, կամ կնճիթ են մեկ-մեկ ասում, հա, ենթադրենք ժամացույց, այսինքն տիկ-տակ, տիկ-տակ, ճոճանակ, լեզվի ծայրը մոտեցնում եք վերևի շրթունքին, մոտեցրեք, ահա թե ինչու է անհրաժեշտ հայելին, որ դուք ձեզ տեսնեք, բանել աստիճան, լեզվի ծայրը շրթունքի վրա, ատամների վրա եւ ատամների ետևում, վարժություն որը շատ են սիրում երեխաները, ձիուկ, շատ բարի։ Հիմա եկեք փորձենք ցույց տանք ներկարարը։ Մենք ներկում ենք առաստաղը։ Լավ չեք ներկում։ Բացեք բերանը, դուք գուցե խնդիր չունեք։ Ոչ մի խնդիր է դուք չունեք, պարզապես դες համար անսովոր է։ Սովորաբար ուսանողներին մենք այս ամենը ներկայացնում ենք առաջին անգամ, աուդիտորիայում լսանում մի քրքջոցա չեք պատկերացնում ինչ ծիծաղը, որովհետև իրոք անսովոր է, հատկապես եթե դասախոսը գալիս եւ այդ ամենը ցույց է տալիս, շատ զարմանալի է։ Եվ այսպես ասած, այլ ինչ զենքեր կարող են կիրառել լոգոպեդները։ Հաճախ մեր երեխաները հայախոս, հայալեզու երեխաները շփոթում են Ծ եւ Ձ հնչյունները, հա, ինչ ենք անում մենք լոգոպեդներս։ Մենք փորձում ենք որևէ ասոցիացիա ստեղծել, ասենք այդ հնչյունի եւ որևէ պատկերի միջեւ։ Ենթադրենք Ձ հնչյունը ներկայացնում ենք ձկնիկի այսպես ձևով։ Տեսեք։ Շատ հեշտ կարելի է նկարել այն, մենք կարող ենք նույնիսկ փորձել նկարել։ Պարզապես նկարում եք Ձ, ներքևի մասում այն նմանեցնում եք ձկնիկի։ Օրինակ երեխայի հետ կարող են գրել գաղտնի թելադրություն։ Ինչու է այն գաղտնի։ Ասում ենք որ ոչ ոք բացի քեզ այն ծույնից դա չի իմանա։ Ենթադրենք ասում ենք բառեր, որոնցում կա Ձ եւ Ծ, ասում ենք, բայց դու բառը չես գրում, եթե դու լսում ես Ձ, դու նկարում ես Ձ ձկնիկի տեսքով եւ եթե բառում կա Ծ, նկարում ես այդ ծաղիկը։ Եվ այդ ասոցիացիաների միջոցով երեխայի մոտ տպավորվում է, որպես կանոն մի քանի պարապմունք հետո ինքը արդեն չի շփոթում այդ տառերը։ Մի խուսափեք դիմել լոգոպեդների օգնությանը, եթե զգում եք, որ դրա կարիքը կա, եւ ընդհանրապես եթե ունեք հանդուրժողականության եւ հոգատարության զգացում, ապա դարձեք լոգոպեդներ եւ օգնեք մարդկանց։ Լոգոպեդի աշխատանքը բժշկության, մանկավարժության եւ հոգեբանության մի հմուտ համակցում է, երբ մասնագիտական կոնկրետ խնդիրները փորձ է արվում լուծել ժամանցի եւ խաղի միջոցով։ Արտասահմանում այս մասնագիտությունը իր կարևորությամբ զուգահեռ է ընթանում հոգեբանությանը, համարվում է էլիտար, իսկ լոգոպեդի կատարած աշխատանքը ամենաբարձր վարձատրվող ծառայություններից է։ Իսկ ինչը կարող է առիթ հանդիսանալ լեզվական պաթոլոգիաների։ Նոր սկսված կակազությունը եւ խոսքային ապարատի այլ խնդիրներ հաճախ կապվում են տան մթնոլորտի հետ։ Տարբեր բարդությունները հաղթահարելու համար էլ օգնության են գալիս լոգոպեդները։ Մասնագետները փաստում են, որ հաճախ հավասարապես անհրաժեշտ է լինում աշխատել ծնողների հետ, ովքեր ուշացումով երեխային որոշել են բերել լոգոպեդի մոտ։
Եվ երկարատև բուժման կուրսերի ընթացքում են միայն խոստովանում, որ երեխայի խնդիրները սկսվել են ընտանեկան մի փոքր վեճից։ Ճիշտ մոտեցման դեպքում ժամանակի ընթացքում խոսակցական առատների զգալի մասը հնարավոր է շտկել։ Այսօր լոգոպեդիան արդեն արագ զարգացող մի գիտություն է, որը մարդկությանն օժանդակելու հարցում հասել է հզոր արդյունքների։ Լիլիթ Հակոբյանը մանկավարժական համալսարանի շրջանավարտ է և հատուկ կրթության ֆակուլտետի լոգոպեդիայի վերականգնողական թերապիայի ամբիոնի ասպիրանտ։ Նա նաև աշխատում է Երևանի Անանյա Շիրակացու անվան ճեմարանի փոքրիկ ճեմարանականների նախակրթարանում։ Կասեք, ինչով է պայմանավորված ձեր ընտրությունը ձեր մասնագիտության մեջ։ Դպրոցն ավարտելուց հետո, երբ կանգնեցի այդ որոշման առաջ, առաջին հերթին ինչ որ մտքից եկավ, 3 այն մեծ բնագավառներն էին, որոնցից փորձում էի ընտրություն կատարել։ Դրանք մանկավարժությունն էին, հոգեբանությունը եւ բժշկությունը, եւ հետաքրքիր համադրություն ստացվեց լոգոպեդիա մասնագիտության ընտրությամբ, քանի որ այս 3-ի նրբահունչ համադրությունն է իմ մասնագիտությունը, եւ արդեն առաջին կուրսի ավարտին հասկացա, որ շատ կարեւոր եւ միևնույն ժամանակ շատ պատասխանատու ընտրություն եմ կատարել, քանի որ գործ ունենք խոսքային գործունեության հետ, որը երևի թե մարդուն սոցիալական միջավայրում ներկայացնելու ամենամեծ գործիքներից մեկն է, որպես հաղորդակցման միջոց։ Ինչ բնավորության հատկանիշներ պետք է ունենա լոգոպեդը։ Ընդունվելով բուհ եւ ընտրելով այս մասնագիտությունը, երևի թե սկզբնական հատվածում այնքան էլ կարեւոր չի, ինչ բնավորություն ունես, քանի որ այդ 4 կամ 6 տարիների ընթացքում մենք բավականին կոփվում ենք, դրան օգնում են թե ընտրված զուտ ակադեմիական գիտելիքները, որոնք մեզ տրվում են, եւ թե այն պրակտիկ աշխատանքը, որի հնարավորությունը մենք ստանում ենք, եւ շփվելով արդեն կոնկրետ խնդիրների հետ մենք սկսում ենք որպես անձ կայանալ եւ աճել, մենք պիտի ունենանք շատ բարձր պատասխանատվության զգացում, քանի որ գործ ունենք մարդու առողջության հետ։ Երկրորդ հերթին մեր աշխատանքը մի փոքր արդյունքը երևում է ավելի ուշ, քան մյուս խնդիրների լուծման դեպքում, պետք է լինել համբերատար եւ ամենակարևորներից մեկը, որ կնշեմ, պետք է սիրել մասնագիտությունը եւ անպայման այն կոնտինգենտին նկատի ունեմ կամ մեծահասակ կամ երեխա, որի հետ մենք գործ կունենանք։ Տվյալ դեպքում ես աշխատում եմ այս պահին արդեն աշխատում եմ երեխաների հետ եւ երևի թե երեխաների նկատմամբ իմ ունեցած մեծ սերը օգնում է ավելի բարձր արդյունքներ ստանալուն այս գործում։ Ինչ հետաքրքիր նոր մեթոդներ եք բացահայտել այս մասնագիտության մեջ, որով առաջնորդվում եք։ Ֆակուլտետը եւ արդեն բուհն էլ ամբողջությամբ գնում է այն միտման, որ եվրոպական բարձր չափանիշների ներքո են կառուցվում մեր ուսումնական պլաններն ու ծրագրերը, որի շրջանակներում ուսանողներին մեծ հնարավորություններ են տրվում։ Դրանցից օրինակ մեկը կարող եմ նշել Erasmus+ կրեդիտային շարունակության ծրագիրը, որով արդեն ակտիվորեն ֆակուլտետը սկսել է ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնել, որոնք եւս մեկ հնարավորություն են մեզ ընձեռում, մեզ որպես լոգոպեդ աշխատաշուկայում լինել մրցունակ եւ երևի թե ոչնչով արտասահմանյան ուսանողներին չզիջել։ Դրան նաև նպաստում են այն բոլոր միջոցառումները, դրանցից կարող եմ նշել, շատ հաճախ ունենում ենք աշխատաժողովներ, on-line դասախոսություններ, վեբինարներ, սեմինարներ եւ ընդամենը վերջերս ունեցանք հենց բուհի նախաձեռնությամբ, ֆակուլտետի մասնավորապես ունեցանք միջազգային գիտաժողով նվիրված ներառական կրթության հիմնախնդիրներին եւ աշխարհի տարբեր անկյուններից հյուրեր ունենք, պրոֆեսորներ, մասնագետներ, իրենց գործին գիտակ անձիկ եւ նաեւ եվրոպական մամուլի կողմից եւս արժանացան ուշադրության, եղան տպագրություններ, հոդվածներ այս գիտաժողովի վերաբերյալ։ Այս առումով ֆակուլտետը բավականին ակտիվ է, որով միանշանակ ուսանողը անշուշտ շահում է։ Այժմ հետազոտական աշխատանքներ եմ իրականացնում լոգորիթմիկագիտության հետ կապված, լոգորիթմիկան երաժշտության, շարժման եւ խոսքի համաձուլում է եւ այս բնագավառը բավականին նոր է լոգոպեդիայի մեջ եւ եվրոպական ու արտասահմանյան երկրներում այն բավականին մեծ հաջողություններ է գրանցել եւ այս պահին փորձում ենք դաշտը ուսումնասիրելով այն մի փոքր ազգայնացնել, հայաֆիկացնել, այս մեթոդի մեջ ներառելով ազգային որոշակի տարեր, դրան կլինեն թե ժողգործիկների ներառումը, թե ազգային խաղիկների ներառումը եւ այս առումով դեռ շարունակական ընթացքի մեջ է իմ երևի թե այս բնագավառում ունեցած ամենամեծ ձեռքբերումը։
Հայաստանի գլխավոր լոգոպեդ, մանկավարժական համալսարանի լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ Սիրանուշ Կարապետյանը չտարվելով ժամանակակից մասնագիտություն ընտրելու միտումով և հետևելով հորխորհրդին ընտրեց լոգոպեդի մասնագիտությունը։ Այն դարձավ նրա կյանքի ճանապարհն ու փոխեց ճակատագիրը։ Պետք է ազնիվ լինեմ այս պատասխանը տալիս, իրականում խորհուրդը եղել է հայրիկիս կողմից, այդ թվականներին դեռևս այդ մասնագիտության մասին մեզ մոտ այդքան էլ տեղեկացված չէին եւ հայրս պատահական էր տեղեկացել այդ մասնագիտության մասին, եկավ ինձ պատմեց, ես ընկալեցի իր պատմածը եւ սիրով ընդունեցի իր առաջարկությունը։ Այդպես ես մեկնեցի Մոսկվա կրթություն ստանալու եւ երախտապարտ եմ իրեն այդ խորհրդի համար, որը ինձ համար եղավ բախտորոշ, կարող եմ ասել։ Մարդկանց օգնելու, նրանց հոգին ճանաչելու, նրանց լսելու ձգտումը լոգոպեդին օրըստօրե ամուր կապեց մասնագիտությանը։ Այսօր նա վստահ է, ընտրության հնարավորության դեպքում ինքը կրկին կընտրեր այս մասնագիտությունը։ Ըստ իս սա աստվածահաճո մասնագիտություն է, որովհետև գործ ունես մարդու հետ, մարդու խոսքային գործունեության հետ եւ խոսքի տարբեր խանգարումների հետ։ Սիրանուշ Կարապետյանը շուրջ 40 գիտական հոդվածների հեղինակ է, ում մասնագիտական ուղին հետաքրքիր էր, երկար ու բարդ, սակայն համբերատարության շնորհիվ հուսադրող ու պարտավորեցնող։ Ձեռքբերումներն ըստ նրա յուրաքանչյուր անձի հետ կատարած աշխատանքի դրական արդյունքն է։ Ճանապարհը ինքնին եւ աշխատանքը բավական բարդ աշխատանք է, բայց շնորհակալ աշխատանք է այն առումով, երբ տեսնում ես, որ ինչպես ասեղնագործությունն է նրբորեն կատարվում, այդպես փորձում ես աշխատել մարդու հոգու հետ, մարդու խոսքը զարգացնելու, խոսքը կարգավորելու, խոսքը շտկելու, խոսքը վերականգնելու։ Ամենատարբեր մարդիկ, հայտնիներ ու անհայտներ, պաշտոնյաներ եւ ոչ այնքան, դիմել են Տիկին Կարապետյանի օգնությանը, սակայն ամենահուզիչն ըստ նրա երեխաների հետ աշխատանքն է, որի արդյունքները հպարտանալու առիթ են ստեղծում։ Ես 2 օր առաջ տեղեկացա, որ իմ երևի թե սան ասեմ, սաներից մեկը հայրեն քննությունը հանձնելի ստացել է 18 միավոր։ Դա տղա էր, որը ընդհանրապես չուներ խոսք եւ 5 տարեկանում դիմել էին լոգոպեդական խորհրդատվության եւ 3.5 տարի քրտնաջան աշխատանք է եղել, բայց ես հպարտ եմ այդ արդյունքով։ Դեռ տարիներ առաջ մարդիկ խուսափում ու թաքցնում էին խոսքային խնդիրներ ունեցող երեխաներին, մտածելով, որ դրանք լուծում չունեն, սակայն լոգոպեդների շնորհիվ մարդիկ եկան գիտակցմանը, որ անլուծելի խնդիրներ չկան։ Իսկ ով է լոգոպեդը եւ ո՞րն է նրա գործառույթը։ Լոգոպեդը եւ բժիշկ է, եւ մանկավարժ է, եւ հոգեբան է։ Իրականում լոգոպեդի մասնագիտությունը պատշաճ մակարդակով տալիս է մանկավարժական համալսարանը։ Հիմնարար գիտելիքների ու ձգտման շնորհիվ յուրաքանչյուր մասնագիտության մեջ կարելի է հասնել լավ արդյունքների, սակայն լոգոպեդը մարդ է, ով պետք է կարեկից ու համբերատար լինի։ Ըստ Տիկին Կարապետյանի, նա պետք է օգնելու ցանկություն ունենա, բարի լինի եւ հոգատար։ Այս մասնագիտության համար անհրաժեշտ է նաեւ բժշկական գիտելիքներ որոշակի, հոգեբանական գիտելիքներ որոշակի եւ իհարկե մանկավարժական հմտություններ տիրապետելու որոշակի մեթոդների, միջոցների, ապահովելու համարժեք պայմաններ, որպեսզի ստացվի այն, ինչին մենք ձգտում ենք, այն է դրական ելքը եւ լավ արդյունքը։ Դժվարություններ, վերելքներ ու անկումներ, ահա ինչ ուղեկցում է յուրաքանչյուրին մասնագիտական ճանապարհին, սակայն նվիրվածության ու սիրո շնորհիվ հաղթահարելի է ամեն բան։ Հոգեբան, բժիշկ, մանկավարժ եւ լավ ընկեր է Սիրանուշ Կարապետյանն իր շրջապատի մարդկանց համար։ Ըստ նրա, հաջողության բանաձևը սկսվում է սեփական մասնագիտության ընտրությունից։ Առաջին կարևոր բաղադրիչը, հիմքը ըստ իս, դա մասնագիտության ճիշտ ընտրությունն է։ Այնուհետև անպայմանորեն պետք է նվիրված լինի իր աշխատանքին, իսկ այդ նվիրումը պետք է պարուրված լինի սիրով, հոգատարությամբ։ Լինել հանդուրժող, համբերատար եւ իհարկե ունենալ կամքի ուժ, ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ է լոգոպեդին, այն մարդուն, ով պետք է օգնի նրանց, ովքեր ունեն խոսքային խնդիրներ։ Յուրաքանչյուրս ունենք հաջողության մեր բանաձևը, բայց յուրաքանչյուր բանաձևի հիմքում ընկած է կամքն ու աշխատասիրությունը։ Մեր բաց թողնված հաղորդումները կարող եք դիտել դասարան.am կայքում եւ մեր Facebook-յան պաշտոնական էջում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։